Այն որ ջղայնությունից գիշերվա կեսին տեղից վեր ես կենում քնելու փոխարեն մի երկու բառ ասես հանգստանաս, այսպես հապճեպ համ պատրաստից։ Ընտրություններն մի հատ նայեք տառականների մկների ժողովը ոնց է սկսել, ինչ վազք է գնում, ամեն անգամ ընտրությունների դիմաց նոր պետք է ակտիվանալ, ինչ որ բան անեն։ Ինչ անենք, ոնց անենք, որ տարին մի քանի անգամ ընտրություններ ունենանք, այսպես տեղը տեղին մի քանի տարվա ասածը, կուտակածը, այն որ ականջեթև գծածը, այսպես սուսուփուս խելոք սկսեն հիմա անել, որ ինչա ընտրվեն, ու նորից ժողովուրդը խաբվելու է, գնալու է այս խաբեությանը, չեք հոգնել այս հին տարբերակներից, հին ձևերից, ինչքան հին եք դուք, ձեր հնությանը չափ ու սահման չկա, խոստանում եմ, դուք չեք անցնելու, ոնց որ այն հին նավթալինի տաբլետկեքի ծրնեք, դուք ադնակլասնիկ էլ հաստատ կունենաք, այդքան հին եք։ Մի հատ նայեք, սա երևի թե կհիշեք 10 օր առաջ մոտավորապես նկարահանել էի, ինչպես ասում են պագրիշկեքով շենքեր այդ հատվածը, վերջապես եկել են նկարահանումից հետո կտրել են, այստեղ շիբին են նորից լցրել ավելացրել, ինչա պետք է այսպես զորով աշխատացնենք։ Ընտրությունները ընկավ առաջ, նոր հիշեցիք, խառնվեցիք իրար, Գառնանից այս տեսարանը ես ներկայացրել էի։ Այս հատվածն էլ կրկին մի քանի օր առաջ, որ նկարահանել էի, մեծահասակները ցանկանում են հավաքվել, զբաղվել, թոշակառուները, տարեց մարդիկ, հիմա ես այսօր տեսնում եմ մաքրած հավաքած։ Էլի ընտրություններից առաջ ոգևորվել են, հիշել են, չգիտեմ, հիմա ես կճշտեմ այդ մասին։ Դե այս կանգարի կախված ծառներ շատերը տեսակ երևի թե ինքս կտրեցի, մնում է որ այն պետք է կապեն, հետ քաշեն, դա էլ չեն արել։ Լավ, գոնե եկեք այս կտրածներս հավաքեք տարեք, կոմունալ, որ դու մաքրում ես չես տեսնում տարածքը, արդեն մեկ շաբաթից շատ է այսպես կտրած ու թափած։ Ես ձեզ խոստանում եմ, առհատ թե կընտրվեք, սպասեք այ քպչիկներ։ Այ ժողովուրդ ջան, ասում եմ ոնց անենք, որ տարին մի երկու անգամ ընտրություններ ունենանք, էլի։ Հիշում եք, չէ, այստեղ գյոլ տված ժողովուրդը մեքենաները կոտրում են այդ խայտարակ վիճակը, հենց ընտրությունների շեմին հիշեցին, որ պետք է վերանորոգեն, կարգավորեն, բա ավելի շուտ հնարավոր չէր։ Ես իմ կողմից խոստանում եմ, եթե հանկարծ ժողովուրդը այս թուրքակուտոկին կրկին ընտրեց, հստակ իմ կողմից էլ ոչ մի լավագույն քայլ չսպասեք։ Այստեղ էլ մեր Էջմիածին քաղաքի վերջնամասում գտնվող Չարենց թաղամասն է, ժողովուրդը շատերը որ ասում են բոյին, մի հատ նայեք իր վիճակը էլի, այստեղից ինչքան մարդիկ են ինձ զանգահարել ու զանգահարում են, խոստանում եմ մոտակա օրերը կկապվեմ ձեզ հետ, բայց այն ինչ որ ես տեսա, գիտեք ինչ մտքովս անցավ։ Ասում եմ հələ այն վայրի ջունգլիներից մի քանի մարդ բերենք, որ այնտեղ ոտաբոբիկ ման են գալիս, չգիտեմ, կարելի ասել մերկ ապրում են, բայց տնանք այդտեղ քանի օր կարան ապրեն։ Դիմացկունության թեստ անցկացնենք էլի այս Չարենց թաղամասում։